տարի անց հայտնի համաձայնագրի նախաձեռնությունից հետո ազգային ժողովում եւ իշխանությունների առաջին խոսակովի վերանոր շնորհավորանքներ էին հնչում ձեռքբերման առիթով ադրբեջանական պետական լրատվամիջոցը ASFIL-ին անդրադարձել է այդ իրադարձություններին եւ ակնհայտ նկատումներ ցուցաբերել Սյունիքի նկատմամբ եւ հայտնի ճանապարհը անվանել Զանգեզուրի միջանց, բայց էլի տեսանք ազգային ժողովում շարունակում են իրար շնորհավորել, ասում են, որ խաղաղությունը եկել է, ինչով է պայմանավորված այս տրամադրությունների բացարձակ տարբերությունը, անվանումների բացարձակ տարբերությունը, արդյոք ադրբեջանական կողմը, ինչպես ձեզնից երկուստեր նշեցի, հասկանում են, որ Հայաստանը սահմանափակվել է միայն Թրիպոլ եւ չի դիտարկում այլընտրանքներ, եւ այստեղից երկրորդած Հայաստանի վիճակի այս բանին այլընտրանքներ դիտարկել, հաշվի առնելով վարած քաղաքականությունը արտաքին հայտնի վերաբերյալների հետ, նախկին դաշնակիցների եւ այլն, եւ մյուս հարցը նշեցիք պարոն Պողոսյան կարծեմ դուք, որ ամենայն հավանականությամբ այսպես կպահպանվի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը, այսինքն հնարավոր է համարում, որ Թրամփի պաշտոնավարման ավարտից հետո այդ վտանգները նոր շնչով վերականգնեն եւ Թրիպը, եթե չհասցնի ավարտին, արդեն ծախողվի եւ դառնա ավարտի Թրամփի անվան ինչ-որ ուշակար, թե հնարավորություն կա շարունակելու շնորհակալություն, ես փորձեմ հետո գործընկերների շարունակի, նա վերջին հարցերի կապված, տեսեք, մի քանի օր առաջ Հայաստանում էր ամերիկյան բավականաչափ մեծ պատվիրակություն, այդ թվում նաև այրել այս բանը, որը մի կոպի հատուկ խորհրդականն է եւ ուղղակի ներգրավել այս բանակցությունները։ Եվ նրան հաստատեցին, ասեցին, արդյոք այնինչ ձեռք է բերվել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին 100%-ով բացառում է ռազմական գործողությունների վերսկսումը եւ տալիս է 100% երաշխիքներ, որ տարածաշրջանում կլինի խաղաղություն առաջիկա տասնամյակների համար։ Նույնիսկ նա հստակ նշեց, որ այս պահին հաշվի առնելով նաև ինչպիսի հարաբերություն աշխատում ենք մենք, ոչ մի բան չի կարող երաշխավորել ոչ մի բան 100%-ով։ Հետևաբար բնականաբար այո, հավանաբար 2029 թվականի հունվարից հետո չեմ կարծում, որ ռացիոնալ է մտել, որ կարելի է բացառել օրինակի համար Ադրբեջանի կողմից ադրբեջանական ռազմական շանտաժի կիրառումը։ Եվ տեսականորեն չի կարող բացառել նաև Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը։ Հետևաբար այո, 100% երաշխիքներ եւ աշխարհում ոչ ոք ոչինչ վերաբերյալ տալ չի կարող, մենք այս պայմաններով ենք կապվում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքականությանը, տեսեք, որքանով ես եմ հասկանում, ես Ադրբեջանի քաղաքականության պետության արդեն բավականաչափ երկար եմ զբաղվում, այս պատմությամբ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է. անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, բոլորս գիտենք այդ նախապայմանի մասին, հանրապետության փոփոխության, տարածքային պահանջների հանման, բայց ես առանձին վստահ եմ, որ դա նախապայման է այլ ոչ պատասխան խաղաղության պայմանագրի չստորագրելու եւ չեմ կարծում, որ կան հստակ երաշխիքներ, որ նույնիսկ եթե մենք ունենանք որ սահմանադրություն, որը չի ունենալով անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը հաջորդորդ ստորագրի խաղաղության պայմանագրի եւ կվավերացնի, այլ հանդես չի գա նոր պահանջներով։ Հետևաբար Ադրբեջանի նպատակն է առաջին հերթին ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, երկրորդ օգտագործել խաղաղության պայմանագրի բացակայությունը հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխելու համար, որտեղ նաև անընդհատ Ադրբեջանի տուրիստներ են փոխանցվում Թուրքիային, որ հայ թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում, ներառյալ համակային սահմանի բացում եւ երկարատեսի գործարկում կարող է տեղի ունենալ բացառապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Եվ Արմենիայում այս ոչ գործընթացը կոչում ենք արատավոր շրջան, կարելի ասել նոր եզրույթ են գրել շրջանառության մեջ, որի դեպ նաև որոշ ադրբեջանական թուրքական փոխսագիտական շրջանակներում արդեն սկսել օգտագործվել։ Ինչ նկատում ենք ասելով արատավոր շրջան, որ մի կողմից Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ մենք այն իրավիճակում ենք ինչ այսօր։ Ինչ կլինի հետո իհարկե բախտ է ասել, բայց մի բան հստակ է, որ առայժմ խոսել հաստատությունացված կամ ինստիտուցիոնալիզացված խաղաղության մասին, քանի դեռ խաղաղության պայմանագրի ստորագրվել եւ ավելացված չէ, բնականաբար մենք չենք կարող։ Այս կարճ այլընտրանքներ կանադառնամ, շնորհակալություն հարցի համար, որովհետեւ հույսի պատասխանենք այս հարցին, թե հասկանանք, թե որոնք են շահերը, որպեսզի գտնենք այլընտրանքները։ Հիշեցնեմ, եթե հիմնական շահը թույլ չտալ Ադրբեջանին բացել ուժով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը,
աշխարհում կար այդ պահին, խոսք գրում է 22-23 թվականները, ընդամենը մեկ պետություն, որը պաշտոնապես հայտարարում էր, որ իր համար դա կարմիր գիծ է, նույնքը պատրաստ այդ կարմիր գիծը պահել, դա Իրանն է։ Այլ երկրներ, որոնք sense շատ բաց, հստակ համ հայտարարություն, համ քայլեր, խոսք գրում է զորավարությունների մասին, տեղի չէր ունեցել։ Բայց երբ որ տեղ ունեցավ հոկտեմբեր 7 2023 թիվ, Համասի դիրքերը թուլացան, Հեզբոլլահի դիրքերը, Հութիների դիրքերը, որոշ շրջանակներում, ինչպես ես եմ տեսնում, ստեղծվեց այդպիսի ընկալում, որ Իրանը արդեն այն ուժային կենտրոնը չի տարածաշրջանում, հետևաբար դժվար կլինի Իրան դիտարկել որպես զսպման միջոց, գործընկեր որոշ հարցում։ Մենք հիմա տեսնում ենք, որ Իրանը կարողացավ դիմադրի գերտերության եւ տարածաշրջանային տերության կողմից հարձակմանը եւ փաստացի հիմա Իրանը թելադրում Պարսից եւ մասնավորապես Հորմուզի նեղուցում օրակարգ։ Եվ երկու ռաունդի մասին է խոսքը, դա մեկ հարվածից չի։ Շարժումը, որ ժամանակները գուցե թեր գնահատում են Իրանի հնարավորությունները, որովհետեւ դու դիմադրում ես Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինձ թվում է խնդիրը դիմադրել Ադրբեջանին։ Եվ երբ որ դա իրականում են հայտարարություններ եւ ընդամենը զորավարություններում, որ ինչ-որ լուրջ քայլ է։ Միակ լուրջ քայլը, երբ որ հիշում եք այն Նախիջևանի դեպքը, որը տեղի ունեցավ։ Դա արդեն պատասխան։ Հետո մենք եթե նպատակը նա էր պահել սահմաններ, որպեսզի այսպես կոչված անգլիզում միջանց չբացվի եւ Ադրբեջանը չիրականացնի, ինչպես դուք նշեցիք, ASTV-ում խոսում եք եւ Սյունիքը պիտակավորում որպես արևմտյան Զանգիզուրը, չէ՞։ Հետևաբար այո, այդ գործընկերը կա, որ այստեղ բնական շահերի համակման մասին է խոսքը գնում, այլ ոչ թե ինչ-որ դաշնակցային հարաբերություն նշածն է, որ մենք որևէ պարտականություններ չունենք Իրանի հետ, ոչ այլ երկրների տեսարծով։ Շնորհակալություն։